Դա սպառնալիք է ընդդիմության ուղղված։ Քանի որ ընդդիմության ներկայացուցիչները դες հայտնի գործերով հանցանքների ակնհայտ մասնակիցներ են, այո ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով եւ որպես ժողովրդի մանդատ ունեցող մարդ ես կոնկրետ անձանց սպառնում եմ, որ նրանք նստելու են, որ եւ պետք է նստեն։ Այս տարիների ընթացքում այդ ինքնաթիռի չունես։ Տեղի ունեց։ Չէ։ Կմտցնեմ համապատասխան տեղի բանտը։ Այդ ֆիզիկական սպառնալիք կարա լինի այն մասկեքով ելույթ ունեցողների։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրանք, սատկացնելու ենք։ Ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական, ես ասում եմ, հետո որ մասկեքով ավտոմատ ուսներին դրած խոսում են, ես դրանց հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ, բառից իրավական հերթին։ Մեր իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական հիմնան։ Ինչու այս 8 տարիների ընթացքում Դա եղել է, բազմիցս է եղել եւ տարբեր դրվագներով է եղել։ Ես ասում եմ, մենք գործ ենք ունեցել 23 գլխանի հրեշի հետ, գլուխները կտրելով եկել ենք հերթով, հիմա մնացել են վերջին 3 գլուխը եւ հիմա առաջիկա մինչեւ տարվա վերջ դա պետքա տեղի ունենա։ Մինչեւ տարվա Ինչի խորհրդարան իշխանություն ձևավորեն, ժողովուրդը ոնց կորոշի։ Ժողովուրդը կորոշի տենց է, ուրեմն ես այս խոսույթը որ sense ձևավորվել է ձեր դիմադիրների միջև նոր պարոն Սիմոնյանն էլ է հարցում նորմալ է հարիր է բանավեճի տեսակետից կամ ձեր տեսակետից օրինակ հայ տղամարդուն հարիր է կնոջ հետ այդպես խոսել այդպես սպառնալիքներով կամ ղեկավարի ես կնոջի չեմ սպառնացել ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում եմ ասում եմ սատկացնելու եմ դեպքում կնոջ հետ էիք խոսում լսեք ամեն դեպքում կինն էլ վարչապետի հետ էր խոսում եթե կինը իրան հաշիվ չի տալիս որ խոսում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցչի հետ ուրեմն ես էլ իր տերերի հետ խոսում եմ ու սպառնում եմ ու ասում եմ գիտեք ինչ իմ հարազատը ես իմ ընտանիքը չեմ խնայ, հա, ով որ մտածում է որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայ։ Բայց շատերը հազարներով զոհեր են։ Լսեք, ասում եմ ես իմ ընտանիքը ես չեմ որոշել, որ իմ ընտանիքը չի զոհվելու։ Ես ես 100 անգամ ասել եմ, իմ տղայի հետ նույն խրամատում գտնվող մարդը զոհվել է, այսինքն իրար կպած են եղել։ Զոհվել է, ես չեմ որոշել, որ իմ տղան պետք է չզոհվեր։ Եվ ես իմ ընտանիքը չեմ խնայել, ոչ մի բան չեմ խնայել։ Եվ ասում եմ, այն մարդիկ, այդ էլի ասում եմ, մետրոյում դեպքը ուրիշ կերպ մեկնաբանվեց, բայց ասում եմ, նրանք ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ են, ճողոպրածներ, վախկոտ ստահակներ են դրանք բոլորը, վախկոտ ստահակներ, ինչ պագոն ուզում է ունենան վրեն, այդ վախկոտ ստահակներից մի մասը մի դատվում է, ու նրանք է պետք է դատվեն նստեն, ու այն դատական մաֆիաները, որ նրանց անընդհատ ազատ են արձակում, այդ որ բարձունքներ են տվել, այդ որ դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, որ իշխանափոխություն անեն, գլուխները պատին, դատարանները ինչու են մինչև հիմա դեռ իրանց եք մեղադրում, որ չեն կարևետին, որովհետև սահմանադրությունը թույլ չի տվել, դրա համար էլ ասում ենք սահմանադրությունը պետք է փոխվի եւ բոլոր դատավորների կարգավիճակը պետք է դառնա դատավորի Ես մետրոյի խոսույթի համար զղջում եմ, որ ես երեխայի ներկայությամբ այդ խոսույթը ունեցա եւ այդ տիկնոջ հետ խոսել, չնայած հետո պարզվեց այդ կինը ըստ էության այդ քրեա օլիգարխիկ կլանի ընտանիքի անդամ է, բայց ես կնոջից ես բոլոր կանանցից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ սիրելի կանայք Տենց խոսա, գտանեին կսատկացնեին, գտանեին Պողոս Պողոսյան կար, հերիք եղավ, բոլ եղավ։ Հայաստանում, որտեղ բնակիչ ուզում ալնի, ուրեմն թող իրան հաշիվ տա, որ խոսում է Հայաստանի վարչապետ հետ։ Խփն թող իմ հարցը քննի եւ միջոցներ։ Այո, մտնում է